Yo ժողովուրդ, այսօր մեր սեղանին ավելի լավ կլներ լողափին, դե դուք հասկացաք։ Լեգենդար շարժական բարձրախոս է, որը արդեն հասել է աղմուկ անել JBL Extreme 2-ը։ Այո, սա նորություն չէ, բայց այն դեռ մնում է ամենահետաքրքիր տարբերակներից նրանց համար, ովքեր փնտրում են հզոր եւ անխոցելի ձայն, վերցրու եւ տար տարբերակով։ Ինչ է իրենից ներկայացնում այս հետաքրքիր սարքը։ Արտաքինից այն ամուր կառուցվածքով մի բան է։ Կողքերը ռետինապատ են ամուր տեքստիլ պատյանով։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ այս բարձրախոսին ոչ մի ջրի կաթիլ կամ փոքր բարձրությունից ընկնելը վտանգ չի ներկայացնում։ Իդեպ ինչը վերաբերվում է կաթիլներին, այստեղ մենք ունենք IPX7 ստանդարտով լիարժեք պաշտպանություն, սա նշանակում է, որ բարձրախոսը հանգիստ կդիմանա անձրևին կամ նույնիսկ կարճատև ջրի մեջ ընկնելու։ Այնպես որ եթե դուք սիրում եք փարթիներ կազմակերպել լողավազանում կամ բնության գրկում, կարող եք չանհանգստանալ դրա անվտանգության համար։ Ինչը վերաբերվում է Extreme 2-ի դիզայնին, իմ կարծիքով բավականին կոպիտ եւ ճանաչելի է։ Կողքերի մեծ пассив ճառագայթիչները ոչ միայն ոչ են հաղորդում, այլ իրականում հզոր բասեր են ապահովում, որոնք բարձրորեն զգայուն վիբրացիա են տալի երգեր լսելու ժամանակ։ Հարմարավետ բռնագոտին շշերի բացիկով առանձին հարգանքի է արժանի JBL-ը։ Մանրուկ է, բայց հաճելի է, հատկապես երբ դուք պիկնիկի եք գնացել եւ հանկարծ հասկանում եք, որ մոռացել եք բացիչները։ Իսկ հիմա ամենակարևորը՝ ձայնը։ Եվ այստեղ JBL Extreme 2-ը ցույց է տալիս իրեն ամբողջ պարքով։ 220 մմ-անոց բարձր հաճախականության բարձրախոսները եւ 270 մմ-անոց ցածր հաճախականության բարձրախոսները յուրաքանչյուրը 40 վատ հզորություն են ապահովում։ Սա բավական է ընկերների հետ դրսում կամ սենյակում պարեր կազմակերպելու համար։ Բարձրախոսի ձայնը շատ յուտեղ է եւ հագեցած, խոր է, հզոր բասերով, հստակ բարձր հաճախականություններով եւ լավ մշակված միջին հաճախականություններով։ Երաժշտություն լսելու ժամանակ խառնաշփոթի զգացողություն չկա, բոլոր գործիքները ու վոկալը հստակ են հնչում։ Իհարկե սա աուդիոֆիլական համակարգ չէ, բայց նման չափի եւ ձևաչափի շարժական բարձրախոսի համար ձայնը պարզապես հիանալի է։ Այն իդեալական է էլեկտրոնային երաժշտություն, հիփ-հոփ, ռոքի համար, ընդհանրապես ամեն ինչի համար, որտեղ կարևոր են հզոր բասերը եւ դրայվը։ Անլար միացման համար այստեղ ամեն ինչը ստանդարտ է։ Bluetooth 4.2 հնարավորություն կա միաժամանակ երկու հեռախոս միացնելու, ինչը հարմար է, երբ մի քանի մարդ ցանկանում է հերթով իր երաժշտությունը դնել։ Մեկ այլ հետաքրքիր առանձնահատկությունը JBL Party Boost տեխնոլոգիան է։ Այն թույլ է տալիս միավորել մի քանի JBL բարձրախոսներ, որոնք ունեն այս տեխնոլոգիան մեկ մեծ աուդիո համակարգում։ Պատկերացնում եք, ինչպիսի party է կարելի կազմակերպել մի քանի նման Extreme 2-ով կամ օրինակ JBL այլ մոդելներով։ Ինչը վերաբերվում է նրան, թե ինչքան ժամանակ սա կաշխատի մեկ լիցքավորման։ Մեկ լիցքավորման աշխատանքի հայտարարված 15 ժամը բավականին իրական է չափավոր ձայնի դեպքում։ Եթե ձայնը բարձրացնենք մինչև առավելագույնը, իհարկե մատկոցը ավելի արագ կսպառվի, բայց ակտիվ օգտագործման մի քանի ժամի համար հաստատ է։ Իդեպ բարձրախոսը կարող է հանդես գալ որպես արտաքին մատկոց։ Հետևի վահանակին կա USB port, որի միջոցով կարող եք լիցքավորել սմարթֆոն կամ պլանշետ։ Թերություններից կարելի է նշել միայն դրա քաշը, մոտ 2.4 կիլոգրամ։ Սա ամենաթեթև բարձրախոսը չէ եւ գրպանում չեք տեղավորի։ Որոշ մարդկանց համար կարող է դուր չգալ aptX կամ LDAC կոդեկների աջակցության բացակայությունը։ Ես արդեն նշել եմ, որ այս բարձրախոսը աուդիոֆիլական չէ, բայց շատերի համար ստանդարտ Bluetooth-ով ձայնի որակը բավական կլինի։ Արդյունքում JBL Extreme 2-ը ընտիր ընտրություն է նրանց համար, ովքեր փնտրում են հզոր եւ շարժական բարձրախոս, հիանալի ձայնով եւ ջրից պաշտպանությամբ։ Այն իդեալական է բնության գիրկը լողափյա երեկույթներին կամ պարզապես տանը երաժշտություն լսելու համար։ Այո, այն ամենաէժան բարձրախոսների ցանկում գնի, բայց իր գնի դիմաց դուք ստանում եք իսկապես որակյալ արտադրանք, որը հավատարիմ ծառայի ձեզ տարիների ընթացքում։ Այնպես որ եթե դուք պատրաստ եք մի փոքր ավել գումար ծախսել ցանկացած պայմաններում հիանալի ձայնի համար, JBL Extreme 2-ը հաստատ արժե ձեր ուշադրությանը։ Այսօր այսքանը, բոլորին հիանալի ձայն եւ մինչ նոր հանդիպումները։